Այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Սկսել էի ում հետ հանդիպել, իր մեջ իմ երեխայի պապան էի տեսնում, բայց այն вообще պապայի բան չէին, էլ։ Այդպիսի մի փառք Աստծո զարգացած թեմա ձվաբջիջ հավաքել, դա խնդիր չի։ Եթե ինչ-որ բան չստացվի, հաստատ կարելի է էկո տարբերակով ունենալ այդ երեխային, կարելի է սուրոգատ մայրով ունենալ։ Սոսը եղել է այն մարդկանցից իմ կյանքում, ում համար ես չեմ ափսոսում։ Սոսից առաջ էլ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, որոնք երբեմն նույնիսկ մտածում եմ երևի թե պետք չէր դադարեցնել ու սկսել Սոսի հետ հանդիպել, որովհետև ես 6 տարի շարունակ ես ունեի շատ մտերիմ ընկեր։ Ես իրեն ցավացրի։ Այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Եթե ես լինեի հիմա հարաբերությունների մեջ 5-6 տարի ու ինչ-որ մեկը գա ես այդ բան իրեն հավանեմ, սիրարվեմ, դա չի կարող լինել պատճառ, որ ես ինձ սիրած ու կարևորած մարդուց գնամ։ Այն ժամանակ սիրել եմ ու եղել է, չէ։ Ես երկար ժամանակ մտածում եմ, տեսնես այդ մարդը ինձ կների, որ ես այդքան ցավ եմ տվել, որովհետև ես մի շաբաթում տեսա մի հատ ուրիշ մարդ -20 կիլոգրամով, ես շատ ցավացրի։ Մենք հետո միացանք, Սոսից հետո մենք միացանք, փորձեցինք վերակառուցել, բայց դե չի լինում երկրորդ անգամ։ Սիստիզմը բանը տեսնում ես, բայց դու երեք տեսել ես իրան ուրիշ կնոջ հետ համբուրվելուց նույն տեղը նստած մարդու։ Եղել է, այո, եղել է, բայց չեմ խորացրել, որովհետև հասկացել եմ, որ չեմ ուզում այդ եռանկյունի մեջ հայտնվել։ Ես ունեցել եմ բազմիցս հարաբերություններ, որտեղ ինձ ուզել են ուղղակի այսպես ասած կպցնել, կպցրել են, հետո հասկացել են, որ մնացին տակը, չստացվեց ուղղակի կպցնել գնալ։ Սիրահարվեցին, ուզում են ամուսնանալ։ Բայց լիքը բաներ գիտի, ճիշտ մամաս չգիտի։ Առաջին տոպլես պոստը արեցի։ Զանգեց ասաց, եթե այդ պոստը չջնջես, դու մամա չունես։ Հաջորդ օր զանգեց, փաստորեն դու մամա չունես։ Երրորդ օր զանգեց։ Ես քո հետ չգիտեմ ոնց վարվում, ասում եմ, ուզում ես ասես մամա ունեմ, էլի։ Մամա շատ ծանր է տանում, ամեն անգամ լացում է, հեսա կլացածին է։ Մամայս պապայս շատ է սիրում։ Դա Աստված իրան շատ կյանք, բայց շատ